Մինչ Հայաստանում հանրությունն արձագանքում է Բաքվից Ռուբեն Վարդանյանի հարազատների միջոցով փոխանցված ուղերձին, Ադրբեջանը ուժ գնացնում է շանտաժն այդ հարցում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը Բաքվում ընթացող դատավարությունների դեմ անհարկի քարոզչության փոխարեն պետք է գործակցի խաղաղության ուղղությամբ, իսկ որպես գործակցության օրինակ Հաջիևը նշում է, թե Հայաստանը պետք է հանձնի նաև ռազմական հանցագործության համար մեղադրվողներին։ Մեղմ ասած, դժվար չէ կռահել, թե ինչ կամ ում նկատի ունի Իլհամ Ալիևի օգնականը։ Առավել ևս, որ Ադրբեջանն այդ առնչությամբ նախկինում արել է նաև անվանական հայտարարություններ։ Այսինքն Ադրբեջանը ոչ միայն պահում է Բաքվում պատանդարված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ նաև ըստ էության պահանջում Հայաստանից հանձնել նաև մի շարք գործիչների, որոնք գտնվում են Հայաստանում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի լուծում լոկ պատանդարված մեր հայրենակիցներին պատժելու խնդիր, այլ դրված է շատ ավելի խորը եւ ռազմավարական նպատակ, որի թիրախում Հայաստանի Հանրապետությունն է ամբողջապես։ Սա իսկապես լրջագույն մարտահրավեր է, քանի որ լոկ ուժերի բալանսի հարց չէ, այլ մեր հայրենակիցների մարդկային ճակատագրի եւ արժանապատվության, որը խնդրին ավելացնում է բարոյահոգեբանական ծանրագույն մի շերտ եւ ստեղծում իսկապես բավականին փակուղային մի իրավիճակ։ Ակնհայտ է, որ հարցի այն շեշտադրումներն ու արծարծումը, որ առկա է հանրային մակարդակում, իր մեջ ինքնին չի պարունակում որևէ լուծում։ Այն ընդհանրապես հանրային էմոցիաների անվերահսկելի մի հոսք է, որը նույնիսկ կարող է ոչ միայն չլինել օգտակար, այլ առաջացնել ռիսկեր, եթե չի ուղեկցվում խնդրի կառավարման ռազմավարական քաղաքական աշխատանքով։ Եվ ակնառու է, որ այդ աշխատանքը պետք է կազմակերպի, նախաձեռնի քաղաքական իշխանությունը, բայց դրանում պետք է ներգրավի քաղաքական դասի առնվազն որոշակի կորիզային շրջանակ, անկախ նույնիսկ միջանձնային եւ քաղաքական հարաբերություններից։ Այդ process-ում պետք է քննարկվեն շատ կոնկրետ անելիքներ, քայլեր, աշխատանքային ուղղություններ, որպեսզի ձևավորվի գոնե այդ հարցում Հայաստանի դիմադրունակության որոշակի սխեմա։ Եթե հանրային պահանջը, հանրային ուշադրությունը չուղեկցվի այդ գործընթացով, ինքնին լինելու է ոչ թե օգտակար գործոն, այլ առավել խոցելի է դարձնելու Հայաստանը թե հոգեբանական, թե քաղաքական տեսանկյունից։ Համաշխարհային խաղաղությունը հնարավոր չէ առանց Մերձավոր Արևելքի խաղաղության, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Նա անընդունելի է համարել Գազայում պաղեստինցիների տեղափոխման Դոնալդ Թրամփի պլանն, ասելով, որ դա կբերի քաոսի, ոչ թե կարգավորման։ Վան Ին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ կմեկնարկի երկու պետության, այսինքն Պաղեստին պետության իրագործումը։ Պեկինի հայտարարությունները հուշում են, որ այն դառնում է Մերձավոր Արևելքի բավականին հավակնոտ խաղացող։ Այստեղ իհարկե չկա որևէ զարմանալի բան, եթե Մերձավոր Արևելքում այսօր խաղացող դառնալու ձգտումներ է դրսևորում անգամ Ադրբեջանը։ Այստեղ ի դեպ Չինաստանի դիրքորոշման հարցում առաջանում է բավականին ուշագրավ մի հանգամանք։ 2024 թվականի հուլիսին Պեկինը Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հետ։ Ենթադրվում է, որ ռազմավարական գործընկերությունը չունի զուտ տեղային բնույթ, այսինքն Կովկասում ռազմավարական գործընկերներ են, իսկ Մերձավոր Արևելքում ոչ։ Ավելին, իսկ Մերձավոր Արևելքում ռազմավարական հակառակորդներ։ Համենայն դեպս, եթե այդպես չէ, ապա հարց է առաջանում, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվելու Գազայի եւ Պաղեստին պետության հարցերում Իսրայելի եւ Չինաստանի դիրքորոշումների էական տարբերությանը, հաշվի առնելով այն հարաբերությունները, որ Բաքուն ունի Թել Ավիվի հետ։ Համենայն դեպս հաշվի առնելով այն, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը պետք է զարգանա որևէ ուղղությամբ, հնարավոր է եզրակացնել, որ այդ հարցը ժամանակի ընթացքում Պեկին-Բաքու հարաբերություններում դառնալու է ավելի զգալի։ Ադրբեջանի համար հնարավոր լինելու է Մերձավոր Արևելյան շպագատը Պեկինի եւ Իսրայելի միջև, իսկ որ հարկ է լինելու հենց այդպիսի հնարքի թերևս չկա կասկած, կամ Ադրբեջանը պետք է հրաժարվի Մերձավոր Արևելք խցկվելուց։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը քաղաքական տեքստ է եւ պետք է դիտարկվի, գնահատվի զգացմունքներից դուրս պրագմատիկ հարթությունում։ Դատում եմ ոչ թե ինձ եւ մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին, ասում է նա եւ միանգամայն ստույգ է բնութագրում Ալիևի կազմակերպված դատավարության պատմաքաղաքական իմաստը։ Ինչ է ակնարկում Ռուբեն Վարդանյանը։ Նա ըստ էության առաջադրում է Ալիևյան դատավարությունը միջազգայինորեն ապա լեգիտիմացնելու խնդիր։ Ինչպես։
Գետնի վրա իրավիճակում Հայաստանը նման ռեսուրսներ չունի կամ եղածն անբավարար է։ Խնդրի հրապարակայնացման պատասխանատվությունը որքան էլ արտառոցն չհնչի, կարող է ստանձնել Ստեփանակերտի ռազմաքաղաքական վերնախավը։ ՄԱԿ-ի ներկայացուցչության կամ որևէ երկրի դեսպանատան մոտ բողոքի սակավամարտ ակցիաները ոչ միայն չեն օգնի, այլև վնասում են, որովհետև երևակում են պատանդների նկատմամբ ոչ միասնական վերաբերմունք, իսկ սոցցանցային գրառումների մեծ մասը պարզապես նրանց դեմ է աշխատում։ Մեկ-երկու անգամ ֆեյսբուքյան գրառմամբ ասել ենք, կրկնում ենք, Ալիևյան դատավարությունը միջազգայինորեն ապալեգիտիմացնելու միակ հնարավորությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երբևէ պետական, քաղաքական եւ ռազմական պաշտոն զբաղեցրած բոլոր անձինք դիմեն Ադրբեջանի նախագահին եւ հայտարարեն, որ կիսում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին, մյուս պաշտոնյաներին, բարձրաստիճան երկու զինվորականների պատասխանատվությունը, պատրաստ են ներկայանալ եւ հանձնվել Ադրբեջանի, այսպես ասած, արդարադատությանը։ Ինչ որոշում կընդունի Իլհամ Ալիևը դժվար է կանխատեսել, բայց ակնհայտ է, որ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցների, Արցախից Հայաստանի Գերագույն խորհրդի падգամավոր ընտրվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր գումարումների падգամավորների, բոլոր նախկին պետական պաշտոնյաների, զինվորականների, ուժային կառույցների ղեկավարների ստորագրությամբ նման դիմումը նրան ոչ միայն միջազգային, այլ նաև ներքին արձագանքներին դիմագրավելու դժվարության առջև կկանգնեցնի։ Ինչու ենք Ալիևին զրկում այդ թանկ հաճույքից։ Պատերի տակ արցունքներ թափելու փոխարեն եկեք արժանապատվություն ցուցաբերենք եւ հրապարակային հայտարարենք։ Մենք բոլորս Արկադի Ղուկասյան ենք, Բակո Սահակյան ենք, Արայիկ Հարությունյան ենք, Դավիթ Իշխանյան ենք, Ռուբեն Վարդանյան ենք, Լևոն Մնացականյան ենք, Դավիթ Մանուկյան ենք, Դավիթ Բաբայան ենք, դատեք նաև մեզ։ Սոցիալական մեդիայում տեսակետ է շրջանառվել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հայրենադարձության իրականացման արդյունավետ առաջարկություն կա Ադրբեջանին տրամադրել Ղարաբաղյան առաջին պատերազմում սպանված զինվորականների թաղման վայրերի քարտեզները։ Այդ դեպքում իբր հնարավոր կլինի պատանդներին փոխանակել ադրբեջանցի զինվորների ոսկորներով։ Զուտ մարդասիրական առումով սա ոչ միայն ընդունելի, այլև օպտիմալ գաղափար է։ Բայց խնդիրն այն է, թե Ալիևի ինչին են պետք 30-35 տարվա վաղեմության ոսկորները։ Խոսքն ընդ որում ավելի քան 4000 անհետ կորածի մասին է։ Եթե նրանց ճակատագիրն Ադրբեջանի իշխանություններին հուզեր, ապա հարցը կքննարկվեր առաջին պատերազմում հրադադարի հաստատման հենց հաջորդ օրվանից սկսած։ Ավելի քան քառորդ դար տևած բանակցություններում Բաքուն երբեք նման սենտիմենտալ խնդիր չի դրել։ Հայտնի չէ Երևանը եւ Ստեփանակերտն անհայտ կորածների վերաբերյալ որևէ առաջարկություն Բաքվին արել են։ Խոսքը կարգավորման բանակցությունների օրակարգի մասին է, միջգերատեսչական հանձնաժողովների մակարդակով շփումներ եղել են, փոխանակումներ իրականացվել։ Երբ այսօր Ադրբեջանը բարձրացնում է 4000 անհետ կորածների հարցը, ապա միայն մի նպատակով Հայաստանից ստանալ առաջին պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորականների զանգվածային թաղման վայրերի քարտեզները։ Մնացածը Բաքվին չի հետաքրքրում։